Ինչի եմ այդպես ասում, որտեղ ֆոլկլորը որտեղ է։ Ֆոլկլորը կատարվել է, տեղի է ունեցել, զարգացել է այնտեղ, որտեղ հիմա ռաբիզն է։ Ծեսում, ժողովրդական ծեսում։ Հենց միջոցը դառնում է նպատակ, ինքը դադարում է այլևս լավ գործիք լինելուց։ Ինքը այլևս դառնում է վատ գործիք։ Բայց դրա ազդեցությունը հələ որ մարդկանց հանրային, ինչ չէ, քաղաքական դաշտում հələ որ այդ կապիտալիզացված չեմ տեսնում։ Հայաստանում իմաստ ունի զբաղվել ժողովրդական արվեստների ոլորտում մանետիզացիայով, թե իմաստ չունի։ Ինչու ենք մենք այս հարցանքները նախ դարձել են ոչ մասնակցային, այսինքն մենք ուղղակի ներկա ենք, մենք մասնակից չենք։ Այո, հանդիսատես։ Ու հենց այս խմբերից մեկը փորձում է իր մշակութային արժեքները պաշտպանել, մյուս խումբը դրա մեջ ագրեսիա է տենում։ Ու սկսում է ագրեսիվ հակադարձել դրան։ Եթե մարդը իր ճակերտներում եմ ասում, պայքարի մեջ իրեն երջանիկ չի զգում, ինքը պիտի թողի իր պայքարը եւ գնա գտնի իր երջանկությունը։ Ողջունում եմ ձեզ Լուսարար podcast-ում։ Ես Տիգրան Արեգունին եմ։ Այսօրվա մեր հյուրն է կայթ մշակութային հանգույցի հիմնադիր Կորյուն Դավթյանը։ Զրուցել ենք մշակութային ոլորտից։ Բարև Կորյուն ջան, ոնց ես։ Ողջույն Տիգրան ջան, շատ լավ, շատ շնորհակալ եմ հրավերի եւ հնարավորության համար։ Քեզ էլ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Կորյուն ջան, երևի ծանոթ կլինես Բարձունքի գաղափարական բովանդակային քարտեզին, ստեղ դրված է։ Մենք տարբեր հասկացություններ են ներառված այս բովանդակային քարտեզի մեջ ու հյուրերին որպես կանոն հենց այս քարտեզից ենք հացանցում։ Այսօր ընտրել ենք մշակութային ոլորտը, մշակութային երկիր, մշակութային ժողովուրդ, մշակութային ազգ ու որպես առաջին հարց քո կարծիքով ո՞րն է այն 3 առանցքային բաղադրիչները, թեկուզ ավել էլ կարող ես նշել, բայց նվազագույն են 3 բաղադրիչները, որոնք որ բնութագրում են երկրին որպես մշակութային կամ ազգին որպես մշակութային ազգ։ Նախ ասեմ, որ այո ծանոթ եմ, ես հիշում եմ այստեղ մի անգամ բարձունքի մասին միջոցառում էի կազմակերպել ու ես պատիվ ունեի ներկա գտնվելու եւ ահագին մանրամասն ներկայացրել եք մշակույթի հետ կապված ես կարծում եմ դա ժողովրդական արվեստներն են կենցաղը, այսինքն ժողովրդի հարաբերությունների այդ ամբողջական փաթեթը ինձ համար առաջնային դա է, թե ոնց են մարդիկ իրար հետ հարաբերվում եւ ինչ սոցիալական ինստիտուտներ կան այդ ժողովրդի մշակույթի մեջ։ Երկրորդը ինստիտուցիոնալ կրոնը, այսինքն հավատալիքների ինստիտուցիոնալ բաղադրիչը, ուղիղ։ Եվ երրորդը, եթե տենց փորձեմ առանձնացնել, ինչը կասեմ։ Երրորդը երևի թե ոնց են բառը դժվարանում եմ գտնել կոնվերտացիան, փոխարկում մշակույթը քաղաքակրթության արդեն ոնց են ինստիտուցիոնալացնում այդ հատկանիշը, թե ոնց են կարողանում արժեքը, որը անցել է այդ մշակույթի թոհու բոհի բանի միջով սարքել տես քաղաքակրթական նորմատիվ վերել կարելի ասել կապիտալիզացիա։ Հա, ոնց են կարողանում կապիտալիզացնել, հա։ Շատ լավ։ Այդ ինչ որտեղ որ գնում եմ, այդ 3 բանին եմ ուշադիր, թե ոնց են կազմակերպում կենցաղը, հոգևոր կյանքը եւ ոնց են իրենց արժեքները ինստիտուցիոնալացնում կամ կապիտալիզացնում, ոնց հասկանալի կլինի։ Շատ լավ, Կորյուն ջան, կուզեմ մի քիչ խոսենք ձեր կայթ մշակութային հանգույցի մասին։ Ինձ շատ հետաքրքիր է այն փիլիսոփայությունը, որ դրել եք հանգույց բառի մեջ, ինչու հանգույց, մշակույթի տարբեր ոլորտներ եք իրար կապում, թե ինչու հանգույց էլի։ Իրականում եւ մենք այո մշակույթի տարբեր հիմնականում արվեստին եւ երաժշտությանն առնչվող միջոլորտային կազմակերպություն ենք, քանի որ սկսած երաժշտական արտադրությունից, գրքերի արտադրությունից, հետազոտություններից, մշակույթի ոլորտում, ճարտարապետության ոլորտում, նկարչության, ձեռագործության, կավագործության բոլոր ուղղություններով ունենք թե կրթական նախագծեր եւ թե արտադրական նախագծեր։ Այդ իմաստով, երբ սկսեցինք երկու բարի խմբից, որը ածանցվեց Կարին ավանդական երկու բարի խմբից, ինքս 10 տարի եւ ավել եղել եմ Կարինում, երգել եմ, պարել եմ
եւ հետո ստեղծվեց առաջի նախագիծը կայքի այսպես ասած եղավ երկու բարի խումբը, բայց մեկ տարվա մեջ ինքնաբերաբար տարբեր ոլորտի թե երաժիշտներ, ճարտարապետներ, նկարիչներ համախմբվեցին կայքի շուրջ եւ մենք սկսեցինք համատեղ նախագծեր անել տարբեր ուղղություններով ու մի տեսակ ինքնաբերաբար դարձանք հանգույց։ Այդ հետո անունը դրեցինք հանգույց, որովհետեւ որ ման էինք գալիս, իսկ ինչ ձև ենք մենք, ինչ կոչենք, ամենահարմարը թերևս այդ բառը գտանք եւ հիմա էլ 50-ից ավել տարբեր ոլորտների, ժանրերի արտիստներ են մեզ մոտ կամ աշխատում, կամ դասավանդում, կամ կամավորություն անում, կամ ձայնագրվում տարբեր նախագծերում եւ այդ հանգույց բառը երևի ամենաամփոփ ներկայացնողն է միջոլորտային կազմակերպության։ Այ մոտս հարց առաջացա, որ ասիր աշխատում, կամավորում, այսինքն այտենց կոմպլեքս կառույց է, բիզնես եւ կամավորական, հասարակական հանրային։ Այո, նույնիսկ հիմա կազմակերպությունների խումբ կարող ենք որպես հանդես գալ, քանի որ 3 եւ ավել կազմակերպություններ նույն հովանոցի ներքո, նույն փիլիսոփայությամբ աշխատում են, մեկը ուղիղ արվեստի արտադրությամբ է զբաղվում, ձայնագրություններ, տեսահոլովակների, մուլտֆիլմների նկարահանում, արտադրություն եւ այլն, մյուսը Կաթիլ բենդն է։ Կաթիլը ավելի շատ գործընկեր կազմակերպությունը հանգույցում, կայթ նվագախումբն է, մեր ձայնագրման ստուդիան է, Թակպար նվագախումբն է, աղվեսիկ նախագիծն է, որը հիմա նոր ենք սկսել, մանկական արտադրության վրա ենք կենտրոնացած։ Անցած տարի առանձնացրեցինք, լեյբլ ստեղծեցինք, որ կենտրոնանանք ժողովրդական արվեստների եւ դրանց մշակումների արտադրության վրա, հրավիրում ենք արտիստներ, որոնք որ ունեն իրենց բովանդակությունը, բայց չունեն ձայնագրվելու հնարավորություն, մենք ձայնագրում ենք եւ թողարկում մեր YouTube-յան ալիքում եւ դիստրիբյուցիա անում բոլոր թվային հարթակներում երաժշտական, որոնք հասանելի են։ Շատ շուտով առաջի համագործակցությունը կամփոփվի եւ մենք շնորհանդես կանենք, որ կայքից դուրս արտիստի հետ գործընկերային նման պրոդուկտ ենք ստեղծել։ Երկրորդը արվեստի համալիրն է, որ ենթակառուցվածքների վրա է կենտրոնացած, քանի որ շատ բարձր մակարդակի ենթակառուցվածքներ կան, տեխնիկական սարքային միջոցներ կան, որոնք ժողովրդական արվեստների ոլորտում հասանելի չեն, այսպես ասած, կամ քիչ են կիրառվում։ Մենք ի սկզբանե որոշել ենք, որ ժողովրդական արվեստի արտադրությունը պիտի ունենա արտադրական նույն հնարավորությունը, նույն պրոֆեսիոնալիզմը, ինչ որ մնացած բոլոր ժանրերը։ Քանի որ շատ ժամանակ տպավորություն է լինում, որ զիջում է ժողովրդական արվեստը բովանդակային կամ այլ ինչ որ կատարողական մասով, իրականությունը ընդհանրեն այն է, որ տեխնիկական եւ ֆինանսական միջոցներ բավարար չեն հատկացվում եւ միայն դա է խնդիրը, որ ինքը որակական կատարողական մակարդակում նույնիսկ չի գերազանցում մնացած բոլոր ժանրերին։ Եվ մենք որոշել ենք, որ այդ հարցը պիտի Հայաստանում լուծված լինի, մեր չափով ներդրում ենք անում այդ ուղղությամբ։ Այդ թեմային դեռ կանդրադառնանք, հիմա կուզեմ խոսանք հետեւյալից։ Ոնց որ կարծես ոչ ֆորմալ ձևաչափով վերցրել եք մշակութային ոլորտը ու կրթամշակութային պրոդուկտներ տալով, ասենց ոլորտը փորձում եք առաջ տանեք, առաջ եք տանում նաև, ոչ միայն փորձում եք։ Ու ինձ հետաքրքիր է սենց մի հատ հարց, Գորին ջան, ոչ ֆորմալ ձևաչափն է ավելի հոգեարազատ ոնց որ այս ավանդական ազգային մշակույթի տարածման համար, թե ֆորմալ ձևաչափն էլ կարա աշխատի, մենք փորձել ունենք, չէ՞, որ ազգային երկպարը մտավ դպրոց ու կարծում եմ բավականին արդյունք տվեց։ Այս հարցին մի հատ կուզեմ անդրադառնաս։ Նախ որ կայթ հանգույցի մասը ընդհանուր հասկանալի լինի, քանի որ պատասխանս կախված է լինելու դրանից, մենք ունենք նաև կայթ ՀԿ-ն, այս կազմակերպությունների մեջ հասարակական կազմակերպությունը, որը հենց արվեստի կրթությամբ եւ առավելապես ժողովրդական արվեստների կրթությամբ է զբաղվում, թե համայնքային ծրագրեր են անում, թե ֆորմալ են անում։ Եվ մեկը մյուսին լրացնող են առանց բացառելու։ Մի sense վարկած ասեմ, երևի որ շատ ամպագորգոր չհնչի, այդ վարկածի հիմնավորման վրա հիմա աշխատում ենք,
վարկած ենք առաջ քաշել, որ եթե կենցաղում, ծիսակարգում բովանդակությունը առողջ չլինի, հանրակրթությունը մարդ ստեղծելու, մարդ կերտելու գործում անզոր է։ Այսինքն եթե ինֆորմալ աղբյուրները տեղեկատվության, հա, ծնող կրողից որդի կրող, ծիսակարգում փոխանցվող ողջ բովանդակությանն է վերաբերվում, ոչ միայն երկին, պարին եւ արվեստի այլ ճյուղերին, այլ ամբողջ բովանդակությունը եթե չառողջանա, այսինքն այն ինչ վաղ մանկուց երեխան սովորում է տանը, փողոցում, միջավայրում, եթե այդ առողջ չի, հանրակրթությունը առավելագույնը կկարողանա սովորացնել լավ մաթեմատիկա, լավ ֆիզիկա, որը բացարձակ անկարևոր չի, շատ կարևոր են, բայց այդ մարդիկ լավ ֆիզիկա կիմանան, լավ մաթեմատիկա կիմանան, ածանցյալ կհաշվեն, ինտեգրալ կհաշվեն, բայց աղբեր պատուհանից կնետեն դուս մեքենայի։ Եվ եթե ոնց որ հենց ժողովրդական մշակույթը, ժողովրդական ավանդական մշակույթը չի մաքրում այդ աղբյուրները, հանրակրթությունը անզոր է ինչ-որ բան անել։ Այս մեր վարկածն է, եւ հենց այդ վարկածի հիմքով էլ մենք թե կենցաղում փորձում ենք բովանդակության վրա ազդել, ոչ ֆորմալ ձևերով, ծեսեր կազմակերպելով, այդ օրինակ ծիսակարգերում երաժշտական բովանդակությունը հայկականացնելով, այսպես ասած, եւ առաջարկում ենք պրոդուկտներ, որոնք հենց քոլեջների համար, նույնիսկ իրական դպրոցի հետ արդեն 6 տարի համագործակցում ենք մեր մի նախագծի ճարտար արվեստի ակումբի շրջանակներում, որը արվեստի կրթության նախագծահեն մեթոդ է առաջարկում։ Եվ երեխեքը սովորում են արվեստ, իրենք չեն լինելու արվեստագետներ պրոֆեսիոնալ իմաստով, իրականացնելով արվեստի ոլորտում տարատեսակ նախագծեր։ Սկսած բանահավաքչությունից, արտադրությունից, մինչև խոր, պար, ձեռագործություն եւ այլն։ Ընդհանուր հարցի պատասխանը դրանք փոխլրացնող են եւ մեկը առանց մյուսի մնալու է կիսատ։ Միանշանակ համաձայն եմ քեզ հետ ու իմ փորձն էլ է դա, մեր փորձն էլ, իմ անձնական փորձն էլ է դա ոնց որ փաստում, հաստատում։ Իմ անձնական օրինակը բերեմ, ես միջև տենց 27-28 տարեկան ընդհանրապես գաղափար չունեի ազգային երգերի, պարերի մասին, հա, տենց ասում եմ ժողովրդական բան, հեռուստատեսությամբ ինչ որ տրվում էր այն ժամանակ, բայց երբ որ մի անգամ հայտնվեցի Գագիկ Գինոսյանի ամեն ամսյա միջոցառմանը Նարեկացի արվեստի միությունում, այդ ոնց որ իմ պատկերացումները շուռ տվեց ու ես մտա այդ հոսքի մեջ, ինքնաճանաչման մի հատ հետաքրքիր process անցա ու անհատական ինքնաճանաչումից ոնց որ գնացի դեպի ազգային ինքնաճանաչում, հետո դա այնքան ազդեցություն թողեց, որ նաև հանրային ոլորտում ակտիվացա։ Ես չգիտեմ ում մոտ ինչ աստիճանի է այդ ազդեցությունը թողնում, իմ վրա տենց է թողել, այսինքն նաև կուզեմ այս խնդրին էլ անդրադառնանք, ինչու, որովհետև վերջին տարիներին բավականին մեծ թափով այդ ազգային մշակույթը վերադառնում է, այդ թվում նաև մեր կենցաղ, բայց դրա ազդեցությունը հələ որ մարդկանց հանրային, ինչ չէ, քաղաքական դաշտում, հələ որ այդ կապիտալիզացված չեմ տեսնում։ Ինչ կասես այս առումով, այդ կարա դրան նպաստի, թե ինչ որ անհատական է, այսինքն մեկի վրա ազդում, մեկի վրա չի ազդում։ Անհատական բաղադրիչը կարծում եմ ամենադոմինանտն է, եւ երբ որ խոսում ենք ինքնաճանաչությունից, ազգային պարերը որպես գործիք, որպես միջոց այդտեղ կարող են դրական ազդեցություն ունենալ, բայց իրենք բավարար չեն, որովհետև մեր ժողովրդի պատմությունը, եթե խոսենք ազգը ճանաչելուց, առնվազն որպես հենց հայկական լեզվի հետքերով որ գնանք, հաստատ 3000+ տարի կգնանք, եթե գնանք արդեն որպես պետականություն, Երևանդունիներից սկսած, կգնանք էլի այդքան, ու նայենք անցուդարձը, առևտրի հանգույցների կենտրոն, ներկայություն թե մերձավոր արևելքում, ներկայություն հեռու արևելքում, ներկայություն, այսինքն ինչն է հայ մշակույթը։ Հայ մշակույթ, երբ որ ասում ենք, մենք գործ ունենք
մի անտակ, անսահմանափակ ծավալի հետ, ու այդ մշակույթի ձևավորման վրա ազդել են հազարավոր գործոններ, սկսած հոգևոր, պատերազմական, առևտրային եւ այլն, Վատիկանից մինչեւ Չինաստան, չգիտեմ, Հյուսիսից մինչեւ Երուսաղեմ եւ մինչեւ օրս։ Հիմա երբ որ ասում ենք հայ մշակույթ, ինչի հետ ենք։ Երգը, պարը, որը որ մենք սովորել ենք, դրանք մի առանցքային կարևոր ուղղություն են եւ կարող են հանդիսանալ տրամպլին թե անձնական ինքնաճանաչման համար, թե ազգի, բայց իրենք ընդհանրապես բավարար չեն։ Իրենք sense մեկնարկային այո, ինքը կարա լինի ես ազդակ, հա, տրիգեր, երևի ազդակ ճիշտ կլինի հայերեն ասել, ինքը կարա լինի ազդակ եւ հենց միջոց, որովհետեւ մենք ասում ենք դա միջոց է, որպիսի այդ որպիսին է կարևոր, որովհետեւ նպատակը ի՞նչն է։ Հենց միջոցը դառնում է նպատակ, ինքը դադարում է այլևս լավ գործիք լինելուց, ինքը այլևս դառնում է վատ գործիք։ Դրա համար այստեղ մի քիչ բանի հետ կապված այն որ ասեցիր մենք իր ազդեցությունը դեռ ոնց որ կապիտալիզացված չենք տեսնում, իրական ինչ որ ոլորտներում տեսնում ենք, եթե տնտեսական նայեմ, ինչպես գիտես, մասնագիտությամբ տնտեսագետ եմ եւ գործող աշխատում եմ այդ մասնագիտությամբ արդեն տարիներ ֆինանսական ոլորտում։ Եթե նայենք, ինքը որոշակի ինդուստրիա է ստեղծել, այսինքն հնարավորություն է ստեղծել, որ այդ ոլորտում ակտիվ մասնագետները կարողանան իրացվեն եւ այդտեղ որոշակի շատ փոքր, բայց որոշակի կապիտալիզացիա կա։ Բովանդակային ոլորտում պետքա ուշադիր լինենք, որ չմարգինալանա, որտեվ ես քանի որ մենք ընդհանուր մշակույթից ենք խոսում, ես մտավախություն եմ հայտնում, որ մարգինալացման վտանգ կա, քանի որ մենք չենք կարա վերցնենք, որ Սասունի մշակույթը էդի հայկական է, Թիֆլիսի մշակույթը էդի հայկական չի։ Կամ Բաքվի մշակույթը էդի հայկական չի, որտեղ որ պատմաբաններին հարցնենք, Թիֆլիսը ահագին եւ առավելապես հայկական մշակույթի ազդեցություն կրած եւ ընդդեղի մշակույթից ազդված կենտրոն է, այսինքն հանգիստ կարանք ասենք Թիֆլիսը մինչեւ 100 տարի առաջ եւ մինչեւ օրս մշակութային կենտրոն է եղել։ Այո, մենք որ մեր մեծերի անունը տալիս ենք, Թիֆլիսում գործող հաստատ գործող դեմքեր են եղել եւ Բաքուն հայերով բնակեցված, Բաքվի մշակութային ենթակառուցվածքները բովանդակությամբ թե ֆիզիկապես հայերի կողմից կերտված, մինչեւ 100 տարի առաջ դա հայկական մշակութային քաղաք էր։ Այսօր Երուսաղեմը իր ամենակարևոր հոգևոր կենտրոնով 1/3-ով հայկական է։ Հիմա մենք չենք կարող ասենք, որ ընդեղի մշակույթը հայկական չի, ստեղի մշակույթը հայկական է։ Մենք մեր նախընտրությունը չպիտի ներկայացնենք որպես ճշմարտություն։ Ես կարամ ասեմ, խի եմ նախընտրում, օրինակ տարածել կամ չկենտրոնանալ այս արվեստի գործերի վրա, որոնք այս շրջանից են հայկական, այլ այս արվեստի գործերի վրա, որոնք հայկական այս շրջանից են։ Բայց դա իմ նախընտրությունն է, որովհետև ես ընտրում եմ ինչ։ Ընտրում եմ միջոց նպատակից հասնելու համար։ Ես եթե նպատակը ազգի ինքնաճանաչումն է, նպատակը ազգի անձի ինքնաճանաչումն է, այստեղ բազմաթիվ այլ գործիքներ եւս կան եւ երգը պարը իրենք կարող են շատ սիրուն ազդակ լինել, բայց այդտեղ չի կանգ առնել, որովհետեւ շատ խորքն է գնում մեր ազգային գիտելիքները, դրանք նաեւ հեքիաթների մեջ են, դրանք մեր բանահյուսության մեջ են, ընդ որում բոլոր շրջանների, ոչ միայն արևմտյան շրջանների, բոլոր հայկական շրջանների բանահյուսությունն են շատ խորիմաստ, խորագետ եւ կարծում եմ այդ իմաստով պետք է ուշադիր լինենք, հոգ տանենք հայկական ամեն ինչի մասին, չբացառելով մի հայկականը մյուս հայկականի հետ համեմատության մեջ, չասենք սա հայկական է, սա չէ, չհակադրելով, այլ ուսումնասիրենք, քանի որ ճիշտ նույն բանաձևերով են էլի որոշվում, որն է հայկական, որը չէ, ճիշտ նույն բանաձևով է որոշվում, ինչն է ֆոլկլոր, ինչը չէ, ընդ որում միջազգայինորեն ընդունված, մենք ձեռնապարերը, որոնք այսօր տարածված են, ճիշտ նույն ձևով ոնց որ ասում ենք խմբապարերն են հայկական, այդ նույն ձևով են ավանդվել։ Իրանք այսօր հայկական ֆոլկլոր են։
ուրիշ հարց, որ մենք կարող ենք նախընտրություն ունենալ եւ շատ երկար կարող են բացատրել, թե ինչու։ Ու մի շատ հետաքրքիր դիտարկում կուզեմ անել մինչև հաջորդ թեմային բան կանենք, օրինակ վերցնելով մի պար Թամզարան կամ Յարխուշտան, իմ շատ սիրելի պարերն եմ ասում, իրանք ոնց որ այդ պարերը լավը չեն, որովհետև հայկական են։ Այդ պարերը լավն են, որովհետև լավն են։ Եթե այդ պարերը ես ճանաչեի ուրիշ ազգի մոտ, ես նույնքան հիացած կլինեի, նույնքան շշմած կլինեի, թե այդ ինչ բնության հրաշք է։ Քանի որ ֆոլկլորը ինքը մարդաբանության ֆենոմեն է։ Այսօր էթնոերաշտագիտությունը, իմիջիայլոց մենք սեպտեմբերին Հայաստանում համաշխարհային ամենամեծ էթնոերաշտագիտական կազմակերպության մի գիտաժողով ենք հյուրընկալում, Արվեստի ինստիտուտը, Պետական կոնսերվատորիան եւ Կայթը որպես co-host համա հյուրընկալող։ Եվ այդ միության անդամ ենք եւ տարբեր գիտաժողովներին մասնակցել ենք, հետազոտողները ավելի շատ որպես սոցիոլոգիական ֆենոմեն են ուսումնասիրում ֆոլկ երաժշտությունը, ֆոլկ պարը, որպես մարդաբանության ֆենոմեն են ուսումնասիրում, չեն ուսումնասիրում որպես երաժշտություն կամ որպես պար։ Բայց կներես հիմա ստեղծվում է ֆոլկլոր։ Միշտ ֆոլկլոր ստեղծվում է միշտ։ Մենք ուղղակի կենտրոնացել ենք մեր ավանդական ֆոլկլորի վրա, որը եղել է ժամանակին, արձանագրվել է բանահավաքների կողմից։ Մենք այսօր փորձում ենք դա դիտարկել, վերակենդանացնել եւ նորից վերադարձնել կենցաղ։ Այսօր, եթե ես որպես հետազոտող գամ Երևան եւ գրառեմ ֆոլկլոր, գնալու եմ հարսանիք, տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ, ինչն են մարդիկ սովորել ոչ ֆորմալ կրթական ճանապարհով, ինֆորմալ կրթական ճանապարհով, ծնող կրողից, բանավոր ավանդությամբ, առանց հատուկ ուսուցման սովորել են եւ ապարում են։ Դա արձանագրելու եմ որպես հայկական ֆոլկլոր։ Ինչ որտեղ հա, բայց ինչ որտեղ չէ, որովհետեւ այսօրվա հարսանիքները, իմ անձնական կարծիքն եմ ասում, այսօրվա հարսանիքները իմ անձնական կարծիքն էլ է տարբերվող։ Ես ասում եմ այն ինչն է համարվում ֆոլկլոր։ Այսօր աշխարհում ընդունված գիտության տեսանկյունից։ Հասկացա, բայց այսօրվա հարսանիքներից հենց հարց ունեի, ինչու ենք մենք այս հարսանիքները նախ դարձել են ոչ մասնակցային, այսինքն մենք ուղղակի ներկա ենք, մենք մասնակից չենք։ Այո, հանդիսատես։ Հանդիսատես ենք, հա, լավ ասացիր։ Եվ միակ կետը, որտեղ ներկա ենք, այն պարերն են, որոնք որ մենք տեսնում ենք։ Այդ միակ տեղն է, որտեղ մենք ներկա ենք։ Դրա համար էլ այդ արձանագրվելու է որպես ֆոլկլոր։ Հա, բայց գլոբալ առումով մեծամասամբ, այսինքն 90%-ով մենք հանդիսատես ենք, այդ կոտրվում է, այսինքն այդ ֆոլկլորի թե որակը, թե քանակը համեմատած նախկին ու հիմա անհամեմատ առաջ ավելի շատ է։ Այո, եւ այդ ամենավատ կորուստն է, որ ոչ միայն մենք հայերս, այլ ամբողջ մարդկությունը ունեցել է, այսինքն դա հայկական խնդիր չի, դա համամարտկային խնդիր է, եւ հենց մեր կայքի փիլիսոփայության մեջ ամենակարևոր կետերից մեկը մասնակցային ծիսակարգն է։ Ու հենց կարծում եմ դա ամենագրավիչ բանն է, որ օրինակ դու Նարեկացիում տեսել եւ տպավորվել ես, ինքս էլ Նարեկացիում եմ տեսել եւ տպավորվել, հենց այդ որ մարդը առանց հատուկ ուսուցման, առանց ինչ որ ինստիտուտներ ավարտելու կարող է տիրապետել գիտելիքների արվեստի, ժողովրդական արվեստի ոլորտում եւ լինել մասնակից ծեսին։ Ու սա հենց մարդաբանության տեսանկյունից, այստեղ շատ մարդիկ խուսափում են, որովհետեւ մտածում են, որ որակի հարց կա։ Ինքը լավ կերքի թե վատ, ինքը լավ կպարի թե վատ, բայց այս տեսանկյունից հարցը այդտեղ չի հասնում։ Հարցը կանգ առնում դու կպարես թե չես պարի, դու կերքես թե չես երքի, դու կմասնակցես այդ ծեսին, քո հույզերը կարտահայտես, ունես գործիքներ այդ հույզերդ արտահայտելու համար, թե չունես, անում ես թե չես անում։ Այդ իմաստով մենք ուսուցումը հենց այդպես էլ կազմակերպում ենք, ընդհանրապես ֆիլտր չկա, ով ուզում է անկախ տարիքից, անկախ իր հնարավորություններից գալիս սովորում եւ իր սովորածը կարողանում է իրացնի։ Այդտեղ մեկ էլ կուզեմ ճաշակի մասին մի քիչ խոսանք, քո մոտեցումը ոնց է ճաշակի հարցին, նույն հարսանիքներում, այդ չգիտեմ, ռաբիս կասվի, ժողովրդական, ավանդական, այս ճաշակի տարբեր շերտեր են ոնց որ բացվում։ Քո մոտեցումը ոնց է ճաշակի հարցին։
Ճաշակը շատ սուբյեկտիվ կատեգորիա եմ համարում, շատ սուբյեկտիվ։ Դա կապված կլինի մարդու գիտելիքների հետ, կապված կլինի թե ինքը իր հուզական զարգացման ընթացքում ինչ միջավայրում, ինչ երաժշտություններ ա լսել, ինչ հաղորդակցական ինչ ֆորմաներ ա տեսել, մարդիկ իրար հետ ոնց են շփվում, այդ ենթամշակութային ձևերը ինչպիսին են եղել հարաբերությունների, դրա համար շատ տարբեր կարող են լինել ճաշակները, իսկ կոնկրետ ռաբիզի մասով, ռաբիզը շատ ասիմետրիկ եւ անիմաստ եւ վնաս տվող ձևով դեմոնիզացված է Հայաստանում, մեզ թվում է, թե մեր ամենամեծ խնդիրը ռաբիզն է, բայց ռաբիզը դա մեր դեֆորմացված ֆոլկլորն է, որտեղ ոնց որ բոլոր ոլորտներում նենց էլ այդտեղ գնացել է դեգրադացիա։ Չկա մի ոլորտ, որ դա տեղի չի ունեցել։ Ուղղակի չեմ կարող ասել ինչ պատճառներ կան, բայց մեր նույնիսկ շատ լուրջ մտածող մարդիկ շատ են կենտրոնացել ռաբիզի վրա, շատ ժամանակ անհիմն եւ ասիմետրիկ։ Հիմա փորձեմ մի կարճ բացատրել, որտեվ սա վստահ եմ հանրությանը շատ հետաքրքրող թեմա է, ինքս միշտ խուսափում եմ, բայց չեմ կարողանում խուսափել այս թեմայից խոսելուց։ Ռաբիզը սովետական միության ստեղծման ժամանակ ստեղծվել է որպես միություն, կոմիտե, Работники искусства։ Միությունը, որ ստեղծվել է, դա բոլոր հանրապետություններում է ստեղծվել։ Դա Հայաստանում չի մենակ եղել։ Ունիկալ չեն։ Այո։ Սկսել են այսպես ասած ուղղությունները դարակներով շարել։ Մենակ Работники искусства չի եղել, Работники էս ինչ էլ է եղել, Работники այն ինչ էլ է եղել։ Եվ բոլոր արվեստագետները հավաքվել են այդ միությունում այդ ժամանակ։ Դա 1920-ականների մասն ենք խոսում։ Հետո երբ որ ստեղծվել է օրինակ թատրոնի կամ ինչ որ ուղղությամբ ակադեմիան, այս մարդիկ գնացել են այնտեղ։ Ստեղծվել է բալետի ակադեմիան, այդ բալետի պարողները գնացել են այնտեղ։ Ստեղծվել է այսինչ Թաթուլ Ալթունյանի երգիպարի անսամբլը, այս մարդիկ գնացել են այնտեղ։ Տեղը դատարկվել է, լցվել է ժողովրդական երաժիշտներով, ժողովրդական։ Ժողովգործիքներ կատարող, քանի որ կային ոլորտներ, որ միությունը, ինստիտուտը չէր կարող ապահովել։ Օրինակ թաղում։ Մարդու տանը դժբախտություն ա եղել, ինքը այդտեղ պիտի սազանդարներ պիտի բերի ծեսանի։ Ում դիմի, ռայկոմի քարտուղարին, ասել են դիմի ռաբիս։ Հետո եկել են կլարնետ նայել եւ այլն տարբեր գործիքներ, եւ եթե մենք նայենք մինչեւ 45 թվի ռաբիզի երաժշտությունը, մենք լիարժեք ֆոլկլոր կտեսնենք այնտեղ, լիարժեք։ Հետո տեսնենք դրանից հետո, որ արդեն պատերազմից հետո ավելացել են ֆոլկլորին, ոնց որ գումարվել են եվրոպական դասական գործիքներ, ներառյալ կլարնետը, որը չնաշխարհիկ գործիք է, բայց այսօր կլարնետը հնչում, մի անգամ ծանոթ դնում ենք ռաբիս։ Ավելացել է այդ եւ մեկա շարունակվել է բովանդակությունը ահագին մոտ լինի ֆոլկլորին, եթե այդ ժամանակների ռաբիզը նայեք, պետք չի մոռանալ, որ մեր հպարտություն դուդուկահար Ջիվան Գասպարյանը եղել է ռաբիզի նախագահը։ Ինքը եղել է ռաբիզի նախագահ այդ կոմիտեի։ Եվ հետո ինչ որ պահի 70-ականներին կուլտիզացվել է ռաբիզը, սկսել է վարքի հետ ինչ որ ասոցացվել, հատուկ այտենց մարգինալացված խմբերի ես անունները հիպիներ էին ասում, ես էին ասում, ադրբեջանական երաժշտության ազդեցության հետևանքն է էլի նաև իր հերթին, բայց դրան առանձին եմ ուզում անդրադառնալ, որտեղ ամենամեծ շփոթը այդտեղ է առաջանում, թե երաժշտության տեսանկյունից ռաբիզը, որտեղ այսօր ռաբիզ հասկացությունը երաժշտության հետ կապ չունի։ Մենք այսօր ինչը չենք սիրում, անունը դնում ենք ռաբիզ։ Մեկի հակու կապին կարանք ասենք ռաբիզ, նույն մարդու շատ մեքենային ենք ասում ռաբիզ։ Մեքենա է ուղղակի, չէ, նիվա է։ Ասում ենք ռաբիզ ավտոյակշում։ Հա։ Ու տենց մենակ լեզվաբանության տեսանկյունից, որ այդ բառի տենց զարգացումը ուսումնասիրվի, ինձ թվում է առանձին թեզի թեմա է, թե ինչ է եղել, ասենք Работники искусства բառը, ու ինչա դառել։ Շատ հետաքրքիր, բայց ես երաժշտության մասով ասեմ, մի խոսքով իրա մեջ որ մենք մանկանք կգտնենք մեր ֆոլկլորի հետքերը։ Ինչի եմ այդպես ասում, որովհետև ֆոլկլորը որտեղ է։
ֆոլկլորը կատարվել է, տեղի է ունեցել, զարգացել է այնտեղ, որտեղ հիմա ռաբիզն է, ծեսում, ժողովրդական ծեսում, հարսանիքում, նիստուկացում, այո, իսկ ինչ է եղել հետագա խնդիրը իմ կարծիքով, սա արդեն իմ դիտարկումն եմ անում, եղել է պլագիատի խնդիր։ Երբ որ մինչև 90-ականները իմ հայրը երաժիշտ է, նաև ռաբիզ երաժիշտ է, իրանք հարսանիքներ էին նվագում եւ այլն, ու ես մեծացել եմ դրա մեջ, այսպես ասած։ Բայց դա առավելապես այն ֆոլք երաժշտությունն է, որը մենք հիմա սիրում ենք։ Ուղղակի դա նվագվում էր դհոլ կլարնետ ակարդեոնով, բայց նվագվում էր նույն երգերը, նույն պարերը։ Ու հստակ արդեն վկայի բանով գիտեմ, այո, վկայությամբ գիտեմ, որ երբ որ պատերազմը սկսվում, Խորհրդային Միությունը 88-ին, երբ որ շարժումը սկսվում է, հետո Խորհրդային Միությունը քանդվում է, մարդիկ սկսում են այն ադրբեջանական, թուրքական երգերը, որոնք հենց թուրքերեն է կարող է կատարվեին հայկական ծեսերում, այսինքն հստակ գիտեին, որ դա թուրքական երգեր է, պետք չի մոռանալ, որ ամեն օր ռադիոյով հնչում էին թուրքական երգեր եւ օրինակ Զեյնաբ Խանլարեբան Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ է եւ Ռուբեն Մաթեվոսյանը Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական արտիստ է, այսինքն այդ ռոպագանդան կար։ Սկսում են այդ երգերի վրա հայերեն բառեր ստեղծել եւ կատարել, այսինքն գործ ունենք դասական պլագիատի հետ, գրագողության հետ։ Եվ կենտրոնացել ենք, որ ռաբիզը այո, բայց մի ցավոտ արձանագրումով նրանք մեր լավագույնն են տանում եւ ներկայացնում որպես իրենց, մենք իշպատահի։ Բայց ես ուզում եմ արձանագրենք, որ պլագիատ անում են բոլոր ժանրերը։ Մենք խոսում ենք միայն ռաբիզի պլագիատից, բայց պլագիատ անում են բոլոր ժանրերի երաժիշտները։ Ես դեռ չեմ լսել հանրայնորեն մեկը դասական երաժիշտներին կամ ջազ նվագողներին պախարակի, այսպես ասած, որ իրենք պլագիատ են անում, բայց շատ են անում։ Ես շատ հարգի կոմպոզիտոր գիտեմ, էթիկայից ելնելով անուններով չեմ ուզում խոսամ, որովհետև իմ հոգացության առարկան խնդիրն է, մարդը չի։ Կոմիտասի մշակումները տրանսպորտ է արել ժողգործիքների վրա, ամբողջ աշխարհում ներկայացել է որպես իր մշակումներ եւ հա, հիմա ասենք այդ մարդուն բանասող չկա, բայց հերիքա մի ռաբիզ երաժիշտ մի թուրքական երգի կամ արաբական երգի վրա բառ գրի երգի, մենք միանգամից խնդիր ունենք այդտեղ։ Դա խնդիր է առհասարակ, ուզում եմ այդ արձանագրենք եւ չդեմոնիզացնենք մի ոլորտը, ոչ թե ասում եմ դա լավ է, այլ մեր արձագանքը պիտի լինի համաչափ եւ մեր գործողությունները լիարժեք տարբեր պիտի լինեն, որովհետեւ մենք ունենք խնդիր կրթության հետ, կրթական համակարգի հետ, մենք ունենք խնդիր հանրային հեռարձակողների հետ, որոնք որ առանց ֆիլտրի հեռարձակում են։ Մենք ունենք խնդիր, որ չկա քաղաքականություն ոլորտային։ Մենք ունենք խնդիր, որ մենք չունենք ոլորտային միություններ կայացած այս բաներում։ Այդ հարցը հաջորդ հարցս էր, պետությունը ինչ անելիք ունի այդտեղ։ Դու ինստիտուտներ ես նշում, որոնք ասում ես չունենք։ Պետությունը ինչ անելիքներ ունի վերահսկողության, պատվերի, ճաշակի ձևավորման, նույն ճաշակի հարցում պետությունը անելիք կարծում եմ պիտի ունենա։ Այո, բոլոր ուղղությունները, որը որ թվարկեցիր, պետությունը ունի անելիք։ Ամենակարևորը նախ պետքա մշակել ռազմավարություն։ Մենք օրինակ երաժշտության զարգացման կամ արվեստի ժողովրդական արվեստների զարգացման ոլորտում ինչ ռազմավարություն ունենք, ինչ ենք ուզում լինի, որտեղ մենք ունենք ասիմետրիկ մեծ ժառանգություն, մեր հիմիկվա տանելու հնարավորությունների համեմատ աննորմալ մեծ։ Այսինքն մենք մեր մշակույթի կրթության նախարարությունը ունի այդ ռազմավարությունը։ Ռազմավարություն կա մշակված, ավելի շատ գործ ունենք, խնդիր ունենք իրականացման հետ, այն քաղաքականությունը, որը որ վարվում է ժողովրդական արվեստների ոլորտում, իմ գնահատմամբ ավելի շատ վնասում է ոլորտին, քան օգուտ տալիս։ Թանգարանները մնում են քարացած, ժառանգությունը մնում է ժառանգություն, ոնց որ պահպանության եւ պաշտպանության բանից չենք անցնում ավել, ընդ որում պաշտպանության ոլորտում ունենք տոտալ բան, մենք չենք պաշտպանել մեր մշակույթը։ Այս այն ինչ որ հիմա կա, ինքը պաշտպանված է, այսինքն օրինակ ունենք մատենադարան, գործում է, ինքը իր գործը անում է, նույնիսկ
կգնահատեի բավարար, ունենք ակադեմիան, կոնսերվատորիան, որոնք իրենց հավաքագրման աշխատանքը արել են, արխիվացրել են, բայց միևնույն ժամանակ մենք հազարավոր վանքեր ու խաշկարներ չկարողացանք պաշտպանել։ Եվ այսօր տեսնում ենք, որ ենթարկվում են վանդալիզմի։ Մենք մեր ամենաէնդեմիկ խումբը, որ հազարամյակներ իր հողի վրա ապրել էր, թույլ ենք տվել, որ ենթարկվի էթնիկ զտման կամ ցեղասպանության, մասնագետները թող որոշեն։ Ինձ համար շատ ցավոտ թեմա, մենք այդ էնդեմիկ խումբը, որը իր բնորանում ոչ նյութական ժառանգություն էր, շարունակական հազարամյակներ շարունակվող չընդհատված, թե բարբարի, թե երաժշտության, թե նիստուկացի տեսանկյունից, այդ օջախը այլևս չկա։ Այսինքն, եթե մենք խոսում ենք ժողովրդական արվեստների ոչ նյութական ժառանգության պաշտպանության մասով, որը ֆիզիկական պաշտպանության մասին է խոսքը, մենք տեղ ունեցել ենք շատ մեծ կորուստ, ձախողում։ Իսկ բանի պահպանության ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց կան շատ կազմակերպություններ, անհատական, հասարակական, մասնավոր, որոնք զբաղվում են այս ոլորտով եւ իրենց կոնսոլիդացիան, որ պետության կազմակերպման առաջնային հոգացությունը պիտի լիներ իմ կարծիքով, ոնց մեր նման կազմակերպություն, փաստացի դուք էլ որոշակիորեն ժողովրդական ոչ նյութական ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպություն եք, զարգացմամբ զբաղվող կազմակերպություն եք։ Չկա գործողություն, բացի ինքնակազմակերպումը, որ կոնսոլիդացնում է այս ուղղությամբ աշխատող կազմակերպությունների ջանքը։ Այ ռազմավարության մասին խոսեցիր, մի քանի օրինակներ կարաս բերես թղթի վրա ինչ գրված է, ասենք լավ բան է գրված, բայց հողի վրա ուրիշ բան ունենք։ Մոնետիզացիան գրված է, որ պետքա մաքսիմալ շատ մոնետիզացիա լինի ժողովրդական արվեստների ոլորտում։ Ես ժողովրդական արվեստների ոլորտում մոնետիզացիա իրականացնող կազմակերպություն եմ։ Պետությունը իր քաղաքականությամբ ամենամեծ մրցակցությունն է առաջացնում, ինչ շանս չթողելով, որ ես օրինակ մասնավոր ոլորտում կարողանամ ժողովրդական արվեստները դրամայնացնեմ։ Այդ քաղաքականությունը ինչու՞ է կայանում։ Ոնց է խանգարում։ Ուղիղ ասեմ, ես ստեղծում եմ պրոդուկտ։ Պրոդուկտը տանում եմ շուկա վաճառելու։ Վաճառքից վճարում եմ հարկեր։ Հարկերով ֆինանսավորում են կազմակերպություններ, որոնք ստեղծում են նույն պրոդուկտից, տանում են նույն շուկա վաճառելու։ Ես այդ շուկայում ես դրա համար հարց եմ տալի, Հայաստանում իմաստ ունի զբաղվել ժողովրդական արվեստների ոլորտում մոնետիզացիայով, թե իմաստ չունի։ Օրինակ, մենք անում ենք նախագիծ գյուղերում երաժշտական մշակութային իրադարձություններ ստեղծելու համար, քանի որ ունենք սոցիոլոգիական հետազոտություն, որ 72% գյուղերում ընդհանրապես տեղի չեն ունենում մշակութային իրադարձություններ։ Ընդհանրապես, առանց չափազանցության, չկան խմբակներ, չկան միջոցառումներ, ոչ մի բան չկա։ Ստեղծում ենք նվիրիր համերգ ֆորմատը, ասում ենք ժողովուրդ, եկեք դուք տոմս առեք, մենք գնանք Պառավաքար համերգ տանք։ Որպեսզի շարունակական։ Հա, միջոցով, ոչ թե պետության, էլի։ Չեմ ուզում պետության, ես ուզում եմ պետությունը կարգավորի։ Ես ուզում եմ ժողովուրդը հոգ տանի դրա մասին։ Պետությունը լինի կարգավորողը։ Ոնց որ պիտի իմ պատկերացած պետություն քաղաքացի հարաբերությունները պիտի լինեն։ Պետությունը պիտի լինի դրոշակակիրը։ Ինչ պիտի անի կարգավորման համար։ Չգիտեմ ինչ պիտի անի, բայց ինչ է անում։ Հանրային հեռուստատեսությունը սկսում է պատվերով համերգ նախաձեռնություն։ Նույն մի ամիս հետո ուղիղ։ Ես չգիտեմ, ես չեմ ուզում մեղադրեմ, ասեմ իրանք մեզնից սովորեցին, որովհետև նույնիսկ եթե մեզնից սովորեցին, ես մենակ երջանիկ եմ դրա համար, քանի որ 900 գյուղում տարեկան գոնե 2 անգամ մշակութային իրադարձություն ապահովելը, դա ոչ մի կազմակերպության գործ չի, դա բոլոր կազմակերպությունների գործն է, քանի որ անհնար է այդ հոսքը այդ ապահովել, հնարավոր չի մի կազմակերպություն սա կարողանա անի։ Խնդիրը ընդեղ է, թե ոնց է պետությունը կամ հանրային միջոցներից ծնվող կազմակերպությունը դիրքավորվում այդտեղ։ Դիրքավորվում է որպես մրցակից, ոչ որպես կազմակերպող։ Փոխանակ ասի, սա լավ խնդիր է, լավ ձևակերպած խնդիր է, սա լավ լուծում է, լավ ձևակերպած։ Եկեք մենք ներգրավենք մնացած բոլոր կազմակերպություններին, որպես հանրային ռեսուրս ունեցող մեկը եւ ապահովենք բոլոր գյուղերը։ Բայց մենք մի եթերաշրջան կանենք, բոլորը մեզ ծափ կտան, գյուղերը կմնան այտենց, որովհետև
կորյունը կամ կայքը Կսպառվի, այլևս չի անում էդի։ Այո, որտեղ մենք ուժ ու էներգիա չունենք էդի անելու։ Իսկ հանրայինը, որը սնվում է պետական միջոցներից, ինքը ունի էդի անելու, գոնե շարունակի, որովհետև ես երբ որ խնդիր եմ տենում, մատնանշում եմ այդ խնդիրը եւ որևէ մեկը, ել չասեմ պետությունը, համարում է, որ դա ինքը պետք է հոգա, ես դրանից երջանկանում եմ, ես ասում եմ, ես գնացի այս մյուս հարցը հոգալու։ Բայց մի եթերաշրջանով Հա, չսահմանափակվի։ որովհետև մենք 950 գյուղ կա, այն 28%-ն էլ որ իրադարձություններ ունի, այնպես չի որ լիարժեք ապահոված է մարդու բանը էլի, Բոլոր տեղերում կա այդ բացը։ Մենք դրա համար լուծում գտանք, լուծում մշակեցինք, արև է ելել, այդպես են կոչում ծրագիրը, մշակութային կենտրոնների վերափոխման ծրագիր է, որը արեցինք շատ լավ համագործակցությամբ Արենի համայնքապետարանի հետ Խաչիկ գյուղում, իրենց մշակույթի տան հետ համագործակցելով մենք 3 ուղղությամբ վերապատրաստում արեցինք, աշխատատեղեր ստեղծվեց, վերափոխեցինք գրադարանը, որտեղ ոչ ֆորմալ դասեր են անում, եւ այդ ամբողջ կարողությունները փոխանցեցինք համայնքապետարանի կառավարմանը։ Ու հիմա իրանք Այո, իրենք ստեղծել են հաստիկներ, այդ հաստիկներում աշխատում են տեղացիներ, որոնք վերապատրաստվել են մեր կողմից, եւ այն բովանդակությունը, որ միասին ստեղծել ենք, կրթական եւ ոչ ֆորմալ դասերի, իրենք շարունակաբար անում են։ Ու այդ մոդելը նախարարությունը Այդ մոդելի, այո, բոլորը տեղյակ են, մենք հիմա սկսել ենք նույնը անել Եղեգիս համայնքի հետ, բոլորը արել ենք մեր եւ մեր գործընկերների ու համայնքի ներուժով, այսինքն համայնքը, կայքը եւ գործընկերները։ Իրենք տեղյակ են, մենք հանդիպել ենք, փոխանցել եմ եւ հույս ունեմ իրենք էլ անում են ծրագրեր, չեմ ուզում ասեմ, որ ոչինչ չի արվում, անում են ծրագրեր, արդյունավետությունը գնահատելու հնարավորություն ունեն իրենք, որտեվ ամբողջ տեղեկատվությանը եւ ռեսուրսներին տիրապետում են իրենք։ Մենք ոնց որ մեր հետազոտությունը արել ենք, պիլոտային ծրագիրը արել ենք եւ լուծումները փոխանցել ենք։ Այ խոսեցինք պետության կողմից կազմակերպելու մասին, բայց ըստեղ մի բաց էլ ունենք, որը այդ թվում նաեւ բարձունքի վերցրած ոլորտն է, կրթությունը, այսինքն այն տիպի կառույցները, մեր նման կառույցները միավորում դառնալու, ասոցիացիա դառնալու գործընթաց պիտի նախաձեռնվի, մենք մտածում ենք դրա մասին, բայց այդտեղ հələ որ սայլը տեղից չի շարժվում, տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մշակութային ոլորտում ինչ կա սրանից։ Հենց հիմա մենք կարանք ես եւ դու սայլը տեղից շարժենք, մենք ինքներս էլ կայքում շատ ենք փորձել տարբեր միավորումներ ստեղծել, թե միության ձևով, թե համքարության ձևով, թե գործընկերային կապեր հաստատելու ձևով եւ շատ քիչ հաջողություններ ենք գրանցել, պատճառները բազմաթիվ, սուբյեկտիվ, օբյեկտիվ եւ այլն, եւ ամենամեծ պատճառը կարծում եմ Հայաստանում այդ առհասարակ այդ մշակույթի արմիություններ, մշակութային, հա, դա մի տեսակ մեր մոտ շատ թերի է եւ հաջողված փորձ կա Կարեն Վարդանյանի ստեղծած ինժեներական ԱՏԶՄ-ն, ինժեներական կազմակերպությունների ոլորտային միություն որպես ու շատ հենց ոգեշնչված Կարեն Վարդանյանի թե մտքերից թե հաջողությունից ինքներս փորձում ենք եւ այսօր որպես կրթամշակութային կազմակերպություններ մենք կարող ենք լսողներին, այսպես ասած, խոստանալ, որ սայլը տեղից կշարժենք։ Վերջերս մի քանի ընկերներով ազգային խաղերի ոլորտում միություն ստեղծեցինք, փորձում ենք աստիճանաբար այդտեղ ֆեդերացիա որպես, որ դրանք լինեն սպորտի ճյուղ որպես ճանաչվեն եւ ի վերջո մտնեն սպորտային օրակարգ, մրցույթներ լինեն եւ այլն, այս ուղղությամբ փորձում ենք աշխատել Աստված առաջ որոշակի քայլեր անում են կազմակերպության նախագահը Հայկ Երանոսյան հանդիպում է կոմպետենտ ինստիտուտների հետ, որպեսզի դիրքավորվի ֆեդերացիան որպես այդ ոլորտը համակարգող կազմակերպություն, կա տարիների փորձ, գիտելիք եւ շատ սիրուն խաղեր, որոնք այսօր էլ թվային դարում, որտեղ իրական սոցիալական շփումները շատ կարեւոր են մարդկանց համար, ոնց որ տեղի եւ ժամանակի հնարավորություններ ստեղծվեն, որ մարդիկ կտրվեն թվային իրականությունից եւ մի քիչ իրար հետ
Շատ լավ է, ես ասոցիացիայի միավորման մի եւս դրական օրինակ բերեմ, դա անվտանգային եւ ռազմամարզական կառույցների միավորումն է, որը արդեն 3-րդ տարին է գործում է, բարձունքն էլ հիմնադրմանը մասնակցելու այդ միավորման հիմնադիր անդամներից է։ Այդ միավորումը զբաղվում է զուտ անվտանգային կոնկրետ հարցերով, այդ հարցերին էս նորից կանդրադառնանք, բայց միջև անվտանգային թեմային անցնելը ուզում եմ խոսենք այսօրվա տեխնոլոգիական թռիչքային զարգացման մասին, արհեստական բանականությունը մեծ թռիչքաձև մուտք է գործում բոլոր ոլորտներ, գրեթե բոլոր ոլորտներ, այդ թվում մշակույթի ոլորտ, այս մասով ինչ է անում արհեստական բանականությունը կամ ավելի շուտ ինչ ենք մենք անում արհեստական բանականության հետ, որպես գործիք, որպես ինչա տեղում մրցակցությունը ոնց է տեղավորվում, սրա հետ ոնց է սկսում այս մարսել էփել։ Շատ լավ հարց է։ Նախ անհամեստորեն նշեմ, որ ես նաև համապարփակ անվտանգության հայեցակարգի թե մշակման, թե այդ կազմակերպության համահիմնադիրն եմ։ Ոգեզենը ավելի շատ գաղափարական անունն է, մենք առանձին ջերմուկի կռվի ժամանակ ստեղծեցինք մի կազմակերպություն, որը հենց համապարփակ անվտանգության այդ հայեցակարգի առաջխաղացման նպատակով ստեղծված կազմակերպություն է։ Այդ կազմակերպությունը համահիմնադիր է Արային ու այսպես ասած անմիջականորեն ներգրաված չեմ, բայց ամեն գործընթացներից լավ տեղյակ եմ, հենց ներսից ու ողջունում եմ կառույցը, հույս ունենամ կհաջողվի, որովհետև շատ երկար ենք մտածել, որ այլ ճանապարհ Հայաստանը իր անվտանգությունը գոնե ինքնուրույն որոշակի աստիճանի ապահովելու ուրիշ չենք տեսել։ Գուցե դեռ կլինի, բայց այս պահին ունենք այդ։ Բանի մասով, հարցի մասով մեզ շատ է օգնում արհեստական բանականությունը, ինքը մեր եւ բազմամիլիոնանոց կորպորացիաների հնարավորությունների այդ ահռելի անդունդը որոշակիորեն փոխել է։ Չեմ ասել հավասարեցրել է մենք ունենք նույն հնարավորությունները, այդպես չի, բայց գոնե մենք մեր երկրում մեր երեխեքի համար ստեղծվող բովանդակության եւ ոչ միայն երեխեքի, մեր ստեղծվող բովանդակության սուվերենիտետը, ասենց ասեմ, ինքնուրույնությունը ապահովելու հնարավորություն ենք ստացել շատ հասանելի միջոցներով եւ կայթում շատ ակտիվ օգտվում ենք արհեստական բանականության տված բոլոր հնարավորություններից, թե դա կլինի մուլտ արտադրությունը, կլինի տեքստերի եւ այլ վերլուծական նյութերի հետ աշխատանքը, վերլուծությունները, օրինակ ինքս շատ շշմած եւ շատ հիացած եմ Notebook LM գործիքով, Google-ի գործիքներից մեկն է, որ դու աղբյուրներ ես տալիս իրեն գրքերի կամ տեսանյութերի եւ հարցերին պատասխանը ձևավորվում է ոչ թե ընդհանուր բազայից, այլ քո տված աղբյուրներից։ Այսինքն ինքը առավելապես ֆիլտրում եւ վերցնում է քո տված աղբյուրներից ինֆորմացիան եւ այդ աղբյուրների հիման վրա է պատասխանում, որը վերլուծություն անելու process-ը շատ է արագացրել եւ այդ իմաստով հրաշալի ակսելերացիա կա, այսինքն մեր գործի մեջ մենք շատ արագացում ենք տեսնում։ Միևնույն ժամանակ ինքը իր հետ բերում է իր ռիսկերը։ Օրինակ տարիների փորձ ունեցող, արդեն իր ոլորտում պրոֆեսիոնալ դարձած մարդը շատ արագանում է այդ գործիքներով, բայց այդ գործիքների լինելիությունը խանգարում է այն գործընթացին, թե ոնց պիտի ինչ-որ մեկը հասնի տեղ։ Այսինքն ոնց է ինչ-որ մեկը դառնալու պրոֆեսիոնալ, որ կարողանա ինքը արհեստական բանականությանն ասի ինչ անել, ոչ թե արհեստական բանականությունը իրան ասի ինչ անել։ Ոնց որ ով է ում աշխատացնելու։ Ասենց հետաքրքիր դիլեմա կա։ Միևնույն ժամանակ մենք ունենք հերթական տեխնոլոգիական հեղափոխությունը, մարդկությունը դրա միջով շատ է անցել։ Հիմա մի քիչ մտավախություն ունեմ այն մասով, որ տեմպի խնդիր կա, եթե նախորդ հեղափոխությունները, օրինակ դարեր առաջ դա կտևեր 100 տարի, հետո տևեց 50, հետո տևեց 25, հիմա արդեն 20,
այս պայն օրեր է, մի շաբաթ հետո կարող է հաջորդ հեղափոխությունը լինի, ասենք մի քանի ամսից կարող է հաջորդ հեղափոխությունը լինի, ու ես նայում եմ մեր սերունդին, ինչ որ տիտանական կրթական process ենք անցնում ենք անընդհատ, այս ձևի հեռախոսներից կհիշես, որ սենց զանգում էինք, մենք հիմա օգտագործում ենք AI integrated բան, հեռախոսներ, եւ դա մեր երեխեքի համար էս հեռախոսն է։ Հա, իրանք մի քանի տարի, մի քանի ամիս հետո ուրիշ բան է լինելու, այսինքն այդ մասով դժվար է, կանխատեսելիությունն է շատ դժվարացել, միևնույն ժամանակ դա շատ մեծ հնարավորություններ է ստեղծել սուղ միջոցներ ունեցող ազգերի, փոքր միջոցներ ունեցող կազմակերպությունների համար, որպեսզի որ մենք ենք, ու մենք այսօր կարողանում ենք դրա միջոցով հայտ ներկայացնել շատ ավելի լուրջ հորիզոններ գրավելու համար, քան կարողանայինք մինչև այդ։ Ես ինքս ծրագրավորող եմ ու մեր ոլորտում հատկապես շատ մեծ քայլերով առաջ է գնում, մենք էլ օգտագործում ենք, կուրսոր ենք օգտագործում AI ու բազմակի անգամ արագացնում է մեր աշխատանքը ու հեռանկարը տեսնում ես, որ վաղը մյուս օրը ոլորտում զուտ ծրագրավորողների մասով կրճատումներ է գնալու, որովհետև նույն գործը արդեն հսկայական կրճատումներ են եղել։ Outsourcing բիզնեսը աննորմալ անկում է ապրում ամբողջ աշխարհում, հենց այդ նույն բանով պայմանավորված։ Օրինակ Հայաստանում շատ էին կազմակերպություն, նաև կազմակերպություն, որտեղ ես եմ աշխատում, Instigate-ը, առավելապես outsourcing բիզնես էր անում, եւ հիմա մենք հենց մեր շուկայի վրա զգում ենք ոնց է բան արել։ Առնվազն, sense ինչ որ խորիմաստ պաուզա կա, ոչ մեկ չգիտի ինչ անի իր ազատ միջոցները։ Դեֆորմացիան տեսնում ես ոնց է դեֆորմացիա լինում, ոնց նայում ես ինչ է լինելու էլի։ Հա, շատ հետաքրքիր։ Մի կողմից հետաքրքիր, մյուս կողմից տենց ահագին турբուլենտ ժամանակներ են, եւ մեզ խելք, իմաստություն, համբերություն, որ պատվով հաղթահարենք էս, որտեվ ամբողջ աշխարհում էս ալիքը գնում է, տեսնենք ինչ կլինի, էլի։ Խոստացա խոսենք մշակութային անվտանգության մասին, կբացես մշակութային անվտանգություն տերմինը ինչ է իրանց ենթադրում ու Հայաստանում վիճակը ոնց է այս առումով։ Ես մշակութային անվտանգության տերմինի հետ առնչվել եմ առաջի անգամ 23 թվականից հետո, երբ որ Արցախի դեպքերը եղան ու ինքս հասկացա, որ շատ գիտելիքների բաց ունեմ եւ շատ բաներ, որ նույն օրինակ ռաբիզի մասին խոսեցինք, ես այդ ժամանակ եմ վերանայել, ասում եմ որտեղ է իմ ուշադրությունը եւ ինչի վրա ինչն է կարեւոր, ոնց որ ինչն է վնասը սենց հիմա, բայց ինչին եմ ես ուշադիր։ Հա, ու հասկացա, որ ես ամբողջությամբ պիտի վերակրթվեմ, իմ իմացած բաները պիտի վերանայեմ, վերարժևորեմ, վերագնահատեմ առնվազն եւ այդ ժամանակ որոշակի փիլիսոփաների կարդալով եւ այդ պնսպոչը բռնելով եկա հասա այդ մասին դանիական դպրոցն է սկսել դրա մասին ուսումնասիրել 80-ականներից, այսինքն նոր ուղղություն է գիտության համար եւ ավելի շատ հասարակական անվտանգության մասին է խոսքը ու շատ ինձ ամենաշատ տպավորած եւ իմ գործին ամենաշատ առնչվող բանը, որ ֆիքսել եմ, կա առաջ է քաշվել մշակութային անվտանգության դիլեմայի հասկացություն ու խոսքը ինչի մասին է, որ երկու ազգեր մի տեղ ապրում են կամ երկու խմբեր կարող ենք ասել ու հենց այս խմբերից մեկը փորձում է իր մշակութային արժեքները պաշտպանել, մյուս խումբը դրա մեջ ագրեսիա է տենում ու սկսում է ագրեսիվ հակադարձել դրան։ Օրինակ, մենք մոնոէթնիկ ենք, դրա համար մեր մոտ մի քիչ այս հարցը սուր չի, բայց օրինակ ասենք Բելգիայում երկու տենց իրար մի քիչ լարված բաներ են, խմբեր են ապրում, հա, լեզուն նույնիսկ տարբեր լեզուներով են եւ երկուսն էլ հա ֆլոմաներ են, երկուսն էլ բան են, տենց պետական լեզուներ են, օրինակ պատկերացրու մի կողմը որոշի, որ իրանք ուզում են պետական լեզուն լինի միայն մեկը, մյուս կողմի արձագանքը նայ, պաշտպանելու մոտիվով օրինակ, հա։ Մեր վրա եթե վերցնենք, ես շատ լավ հիշում եմ, որ ժամանակին Գովընդ Պարի հետ կապված մի հետաքրքիր բան եղավ, երբ որ
մեր եզդի եղբայրները ասացին, որ դա իրենց պարն է եւ կարծեմ հենց այդ բառով էլ իրենք շուրջ պարը կոչում են գովընդ, իչքանով գիտեմ, գուցե սխալվում եմ եւ բուրըն քննարկումներ, արձագանք բան, սա շատ փոքրիկ ուզում եմ ցույց տալ ինչից ոնց որ կարա միանգամից այդ դիլեման առաջանա ու անվտանգային հարց կար լինի, որտեվ անverջ կարելի է լարել իրար դեմ այդ խմբերին հիմա տենց այդ ուսումնասիրելուց հետո հարց առաջացավ մոտս, ասում եմ լավ, բա ինչ է լինում, երբ որ մոնոէթնիկա երկիր է, էլի, այսինքն այդ դիլեման ոնց որ պետք է չառաջանա, բայց տեսնում ես, որ առաջանում է։ Ու հա մենք տես քանի տենց բաժանարար բաներ ունենք, որոնք բոլորը ըստ երևույթին մշակույթի հետ առնչվող Ղարաբաղցի հայաստանցի Սիրիահայ, աղբար, այսինչ, այնինչ, դրանք քաղաքական են, բայց դրանց բոլորը հիմքերը մշակույթի տիրույթում են, որտեվ մենք հենց սկզբից խոսեցինք, թե ինչքան բազմազան է հայ մշակույթը, որ մենք ասում ենք հայ մշակույթ, օրինակ Սիրիայում 100 տարի ապրող հայերի մշակույթը հայ մշակույթ է, թե չէ։ Այդտեղի աղբարներն են, չէ։ Լիբանանա հայերի մշակույթը, որոնք ֆանտաստիկ արվեստը ժողովրդական արվեստն է, ոսկերչություն, ձեռագործություն, արծաթագործություն, խոհանոց, ինքը ռադիկալ ուրիշ մշակույթ է ստեղի բնակվող հայերի մշակույթից, ահագին տարբեր։ Հիմա նա հայ մշակույթ է, թե հայ մշակույթ չի։ Բայց այդ դիլեման, հենց որ ստեղ sense բանալում եք, տեսնում ես կա Ռաբիզե եւ այսպես ասած ազգային բանը, հիմա ինքը մեր մեջ մշակութային դիլեմա է, թե չէ։ Ամենամեծ սրումը գնում է Արցախի թեմայով։ Այո, այս պահին, այո։ Որովհետեւ կորուստը մեծ է ու ոնց որ մշակույթից այդքան էլ ածանցված չի այդ սրումը։ Ավելի շատ քաղաքական դաշտում սրում է տեղի ունենում այսպես կոչված կլաններ, չգիտեմ, Ղարաբաղյան կլան, որոնք եւս մշակութային դրսևորումներ են, որտեղ օրինակ Արցախում պահպանվել էր եւ էլի չընդհատված պահպանվել էր տոհմային ապրելու եւ դա պատմականորեն թելադրված ձև էր, էլի, այսինքն եթե օրինակ մենք որոշակի պետականության նշույլներ պահել ենք նախորդ 1000 տարիների ընթացքում, այդ ամենաշատը այդ շրջանում էր եւ այո, այդ գերդաստանային ցեղային կապերը ուժեղ դեռ պահպանվում է Արցախում, դեռ այդ մարդիկ դեռ այդ մշակույթը ունեն, այդ ձև իրար հետ հարաբերությունները ձև են կառուցում։ Եվ հիմա հենց դրա վրա էլ քաղաքականը կարա շեշտ դնի, այսինքն միշտ է առաջանում հենց մի խումբ ուզում է պաշտպանի իր ձևը, տեսակը կամ զարգացնի կամ թելադրի գուցե, մյուս խումբը անմիջապես սկսում է դրա հանդեպ տրամադրվել բացասականորեն, հակադրելով սեփականը։ Մինչդեռ մենք երբ որ նայում ենք, այդ բոլորը հայ մշակույթն է։ Այդ բոլորը հայկական է։ Այո, մենք ունենք պետական լեզու, ոչ մեկ չի հերքել, չէ՞, պետական լեզուն։ Այդ փոխանակ այդ զարգացնենք, ասենք բարբարները մեր ճկնաղ եւ գեղեցիկ ժառանգությունն են, բայց մենք ունենք պետական լեզու, այս մակարդակում հարաբերվում ենք սենց, օրինակ։ Բայց հենց ուզեցար դրանք իրար հակադրես, մեկ էլ կտեսնես, որ ձուկ բռնողները շատացել են։ Դրա համար նորից եթե մենք խոսում ենք միջոցներից, ինչն է միջոցը, ինչն է նպատակը, մենք ստեղ շատ ուշադիր պետք է լինենք, որովհետև հենց միջոցը նպատակ է դառնում, այդտեղ արդեն տրամաբանությունը փոխվում է։ Հա, ու շատ մարդիկ շատ հանգիստ կարողանում են այդ թեման մանիպուլացնել։ 1000 գործիք կա քաղ տեխնոլոգիական, որոնցից չեմ ուզում խոսամ, որովհետև ինձ կոմպետենտ չեմ համարում, բայց այնքանով իշքանով ուսումնասիրել եմ եւ գիտեմ, շատ հեշտ կարելի է sense օրինակ այսօր տեսնում ես ինչքան է հեշտ չէ sense նայում ես տեսնում ես ոնց են մարդիկ իրար հանդեպ տրամադրվում եւ մարդիկ էլ ովքեր որ դիվիդենդ ունեն այդ տրամադրվելուց շահ ունեն այդտեղ խթանում են եւ խրախուսում են ինֆորմացիոն տարբեր գործիքներով այդ։ Լավ, Կորին ջան, ահագին խոսեցինք մշակութային ոլորտի խնդիրներից, հիմա խոսենք մշակութային ոլորտի լուսավոր կետերից, ինչ լուսավոր կետեր ես տեսնում այսօր։ Լուսավոր կետերից ես մեր ժառանգությունը պիտի նորից շեշտեմ, այն հաղորդման ընթացքում ասեցի, չէ, որ Թամզարան լավն է, որովհետև լավն է, ոչ թե որովհետև հայկական է,
բայց այդ Թամզարան մենք ենք ժառանգել, այդ մերն է։ Հա։ Եվ այդ ամենալը տեսնում ես ճապոնական կամ չգիտեմ, այլ մշակույթի ինչ որ լավ արժեքավոր գործեր ու ասում ես լավն է, ոչ թե ճապոնական, այլ որտեվ լավն է, բայց մյուս կողմից այդ մերն է եւ ես շատ ժամանակ ասում են լավ, ինչի եք այդքան էներգիա, դե ըստ էության հոսանքին հակառակ լողում ենք, էլի, ինչքան ուժներս կհերիքի, բայց մեր ուժը շատ է անընդհատ գալիս, որովհետև այդ շատ մեծ էներգիա է տալիս դրանով զբաղվելը, այսինքն մենք այն որ պայքարով եւ այլն այսպես լիքը բառեր կա, չէ, թե ոնց որ անձնուրաց եւ այլն, ոչ մի բառի հետ համաձայն չեմ ես այդտեղ ունեմ երջանկություն, ես ունեմ անսահման սեր այդ ամեն ինչի հանդեպ, հայկական մշակույթի, մեր ժառանգության եւ մենակ դրանով եմ կարող բացատրեմ, թե ինչի այդ ամեն ինչը ինչի է ինձ երջանկացնում։ Ու ես չեմ ուզում ավել բացատրեմ, հիմնավորեմ, որովհետեւ մեկը ինչքան էլ հիմնավորում ես, վերջում ասում ես, դե սիրում եմ։ Եվ ինչ որ էտա հիմքը։ Հա, այսինքն դա եթե sense գանք, այդ մենք չենք ընտրել, չենք որոշել էլի, հիմա տենց չի որ ծնվելուց հարցրել են որտեղ ծնվես, ես էլ ասել եմ, ստեղ կամ աչքերս բացել եմ, ասել եմ, ընտրեք լեզուն, ես մենյուից լեզու եմ, տենց չի եղել, այսինքն դա ընտրում են, փաստացի, ասենք գնալը դա ընտրություն է։ Հա, բայց ես շատ երջանկանում եմ, որ մի բան անում ենք շատ ջանք դնելով, նյարդ դնելով, թե ֆինանսական ռեսուրս, թե որ ամենակարևորն ու քիչ ու դժվար վերականգնվողն է էմոցիոնալ ռեսուրս, թե ինտելեկտուալ ռեսուրս, այդ սա համադրում ենք ու վերջում ունենում ենք sense product, որը ձեռք դες վերցնում, ասես վախ, այդ մեզ էլ է շատ երջանկացնում այդ process-ը։ Ու եթե հարցնում ես դրա համար եմ անում, այսինքն եթե գամ, ոնց որ ես մարդ եմ, որ երջանկություն է ման գալիս, ես այդտեղ գտել եմ, այսինքն դա ինձ որպես մարդ երջանկացնում է ու ինքը հույս ունեմ, հավատում եմ, նաև հիմնավորումներ որ ունեմ, որ դա նաև հանրօգուտ է, դա նաև լավ է, ես դա որակում եմ որպես բարի, ես դա որակում եմ որպես դրական, ոչ ուղղակիորեն ես կարամ հիմնավորեմ թեխի, բայց ոնց որ եւ բայց ամենակարևորը իմ անձնական զգացողությունն է, որովհետեւ էլի կյանքի ընթացքում հասկացել եմ մի բան, որ եթե մարդը իր ճակերտներում եմ ասում, պայքարի մեջ իրեն երջանիկ չի զգում, ինքը պիտի թողի իր պայքարը եւ գնա գտնի իր երջանկությունը, գնա իր երջանկության հետ, սա ուղղակի մարդը որպես մարդ որպես հենց առանձին ֆենոմեն ու ոչ մեկ թող չդատի այդ մարդն էլ թող ազնիվ լինի թող ասի ես գնում եմ այս ուղղությամբ իմ երջանկությունը գտնելու որտեվ դա արդար է դա լավ է իսկ եթե մարդը իր պայքարի մեջ է գտել իր երջանկությունը այդ էլ է լավ այդ աննկարագրելի հա շատ լավ է այդ ու ամենաերջանկացնող բանն է ընդ որում սիրուց է գալիս ու դու այդ էներգիան շատ ես զգում երբ որ անում ես այդ ու հասնում այդ արդյունքին Կորյուն ջան ու մեր վերջի ավանդական հարցը ինչպիսի երկիր է կառուցում կամ երազում Կորյուն Դավթյանը Դժվար հարցեր եք տալիս ես տնայինս չեմ արել ես երազում եմ հայկական ինքնության վրա հենված աշխարհի ամենաառաջադեմ թե տեխնոլոգիական թե սոցիոլոգիական հասարակական գիտություններով զարգացվածությամբ հայկական ինքնության վրա ամենավերջի զարգացվածության աստիճանի երկիր, որը իզորու է իր ուժերով իրեն պաշտպանել եւ իր լուծումները համամարտկային խնդիրների ոլորտում փոխանցել ուրիշ ազգերին, ուրիշ երկրներին։ Եթե տենց երևի։ Շատ շնորհակալություն Կորյուն ջան։ Փոխադարձ Տիգրան ջան, հաջողություն։ Հաջողություն կհանդիպենք Լուսարար podcast-ում։ Եթե այս զրույցը կարևոր էր քեզ համար, աջակցիր Լուսարար podcast-ին։ Լուսարար podcast-ը ստեղծում է կամավորական մեծ ջանքերով եւ ցանկացած աջակցություն կարևոր է մեզ համար։
Աջակցել կարող ես բաժանորդագրվելով, կիսվելով, տարածելով, ինչպես նաև նվիրատվությամբ։ Նվիրատվությունները կուղղվեն խմբագրական աշխատանքներին, տեխնիկական վերազինմանը և ընդհանուր նկարահանմանը։ Աջակցել կարող ես Re-Armenia հարթակում, Բարձունք.am կայքում և այն հաշմիհամարում, որը դրված է նկարագրության մեջ։ Կարող ես միանալ նաև քո մասնագիտական փորձառությամբ, որի հղումը ևս դրված է նկարագրության մեջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են Լուսահար Podcast-ին։